Բարի եկած ճակատապած, ուր այսօր բաց ճակատով պիտի խոսենք Անի Բրտոյանի հետ։ Անին Երևանի մեջ գտնվող հարաճ արևմտահայերեն կենտրոնի տնօրենուհին է, եւ այսօր իրար հետ, Ռուբենին հետ պիտի խոսենք կենտրոնի մասին, Անի մասին, ծրագիրներուն մասին եւ ընդհանրապես արևմտահայերենի մասին Հայաստանի մեջ, բայց ոչ միայն Հայաստանի համար։ Անի, բարի եկած ես։ Բարի տեսանք։ Շնորհակալ ենք։ Շնորհավոր լայս տաղավարեցեզի, հաջողություններ ամեն ծրագիրներուն ծեր։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիր մեր այս հրավերը։ Սիրով։ Անի դու Սուրիայեն ես, Սուրիայեն Հայաստան դեղափոխված ես։ Քիչ մը գուզենք խոսիս քու այս ընթացքին մասին Սուրիայեն, Հալեբեն, Հայաստան հաստատվելդ եւ ինչպես սկսար հարաճ կենտրոնի հետ առնչվել ու արդեն դառնալ տնօրենուհին։ 2014-ն էր։ Գիտեք, բոլորը ոչ միայն մենք, մեր ընտանիքը բادرազմի պատճառով փախուստ կուտային։ Այո։ Անոնցմե մեկնալ եղանք մենք։ Բայց ես ուսուցչություն գնեի անգե առաջ Հալեբի մեջ եւ ուսուցչությունը արևմտահայերենով էր։ Ամեն ինչ արևմտահայերեն էր։ Հոսկալեն հետո պետք ունեի արևմտահայերենով բամանելու։ Եվ գամած արիտները ստեղծվեցան։ Դեղական ծրագիրներու երբեմն մասնակցեցա արևմտահայերենի առնչությամբ։ Եվ հետո սկսա գամած գրել, աշխատակցել սպիրկի թերթերուն հետ արևմտահայերենով։ Շաբաթական հոդվածով մը աշխատակցեի։ Եվ այդ աշխատակցությունները նաև հնարավորություն ստեղծեցին, որ անունս ջանցվի թերթերուն մեջ եւ գտնեն զիս կամ ավելի ճիշտ առաջարկեն ինձի, որովհետեւ հարաճ կենտրոնի մեջ աշխատիմ։ Իսկ Սուրիա Հալեբ որ վարժարանն էիք, ինչ դասավանդ էիք ոն։ Արևմտահայերեն դասավանդ էի։ Հայ լեզու։ Այո։ Հայգազյան վարժարանի։ Վերջին 12 տարին Հայգազյան, անգե առաջ եղած եմ 1 տարի պաշտոնավարած եմ Քարենիեպի ասկային ջեմարանի մեջ, 1 տարի պաշտոնավարած եմ Փեթել վարժարանի մեջ, ավետարանական, 1 տարի գաթողիկե Մխիթարյան վարժարանի մեջ դասավանդած եմ, այսինքն 3 համայնքներն ապդած եմ Հալեբի մեջ։ Բայց վերջնական հաստատումս եղավ Հայգազյան վարժարանի մեջ եւ մնացի հոն 12 տարի։ Անի գսեիր, որ գային ծրագիրներ սկզբնական տարիներուն, երբ որ նոր եկած էիր այստեղ, ինչ տեսակի ծրագիրներ էին արևմտահայերենով։ Ինձ համար հետաքրքրական էր նոր սերունդ անունով ծրագիր մը գար, նոր սերունդ անունով գայքեչ մը գար, որ կպատրաստեր Գոմիդասի 1001 խաղի համար գայքեչը։ Եվ այդ գայքեչին մեջ 4 լեզու։ 4 լեզվով պիտի լար ամբողջ գայքեչը։ Արևմտահայերեն, արևելահայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Արևմտահայերենը ինձ հանձնեցին եւ մոտ 8 ամիս աշխատեցանք այդ առումով։ Այդ գայքեչին վրա։ Գիտակրականը։ Իսկ գկարծես, որ այդ օրերուն ավելի շատ էին ծրագիրները, քան այսօր։ Նայր այդ ծրագիրը եղավ 8 ամիս եւ վերջացավ։ Առանցին բան։ Բզդիկ ծրագիրներ միշտ կան, բայց ոչ անպայման արևմտահայերենը զարգացնելու համար են ասոնք։ Ասոնք ավելի ծրագրային վիճակ կգրեն, այսինքն նպատակը չէ որ դեպավանտեն արևմտահայերենի առնչությամբ։ Պարզապես ծրագիր մնե եւ պիտի իրականանա։ Այսեր, բայց ես շատ օգտվեցանք։ Ինչ է։ Ավելի մոդեն ծանոթացա Գոմիդասի երկերուն եւ անոնց մեկնաբանությունները երբ որ գարտացի հետաքրքրական էին։ Հարստություն է։ Այո։ Որքան որ գիտես, գարտալով ավելի շատ կխորանան գիտելիքներդ։ Իսկ 14-ին մինչև այսօր արդեն 2026 եղած ենք։
լեզվի եւ հատկապես մեր բարակային արևմտահայերենի հետ կապված հոս Հայաստանի մեջ ինչպես կտեսնես ընթացքը ինչպես է ավելի շատ դարածված է ավելի շատ ընդունված է ավելի շատ ընկալված է ավելի շատ կհասկացվի մանավանդ մենք ես Լիբանանեն եմ արդեն հոս ենք Սուրիայեն արդեն հակիր մեծ տիվով հայրենագիցներ տեղափոխված են լեզվի հետ ինչպես կտեսնես նա ինչու կհարցեմ հատկապես որովհետև դու երեխաներու դպրոցական տարիքի աշակերտներու հետ է որ գշփվիս հարաճ կետրոնի մեջ եւ հետաքրքրական է նաեւ երեխաներու լեզուներու երկուությունը չէ անմիջապես արևելահայերեն արևմտահայերեն փոխելը ինչպես կտեսնես այսինքն ինչ որ զարգացում ինչ որ հարաճընթաց ինչ որ ընկալում այդպիսի բան ինչպես է քու այսինքն քու տեսակետը երբ եկա 10-12 տարի առաջ նույնը չէր ինչ որ հիմա է այո շատ մեծ փոփոխություն կա Ադիգա մեր մեծ տիվով արեմդայերու կոյության պատճառով են այլ ոչ միայն կոյություն այլ մենք նաև գծանոթանանք կտեսնենք մեր մշակույթը հոս ճաշարանները փողոցը գալիս անպայման արեմդայերեն գլսես տեղը այո եւ խորտ չէ այո խորտ չէ բայց երբ որ եկա բամիդոր էր հիմա բամիդորը լոլիկ եղեր է այո եղեր է այո Իսկ բզդիկներու բարակային, բզդիկները մինչև 10 տարեկան, 12 տարեկան, 10 լեզույալ եթե 10 շատ հանգիստ կսովեն։ Բոլորը անսխալ։ Հոս կարևորը ծնողքին գիտակցությունն է, որովհետև շատեր կգարձեն առնչության պատճառով է որ գսեմ բզդիկներու հետ եւ իրենց ծնողներուն հետ։ Շատերը կգարձեն որ գրնա խանգարել արեմդահայերենը դեղմը արևելահայերենին։ Բայց բզդիկները գուկան եւ ինձիկ եզիվես արեմդայերեն գխոսեն իրար հետ եւ իրենց ընկերներուն հետ հավանաբար դբրոցին մեջ արևելահայերեն շատ հանգիստ ունեինք մայրը արևելահայ հայրը արեմդահայ բզդիկներ եւ որ իրենց հետ պիտի խոսեին արևելահայերենի գբերացեին եւ շատ հանգիստ շատ սահուն մինչ այդ ուրմույս ընկերոջ հետ խոսելու համար արեմդայերենի գբերացվեր այսինքն վախ չի գա բզդիկներուն համար Ծնողքը պետք է գիտակցի, որ նաև արժեք մնա ասիա։ Այո։ Պետք է բահվի։ Բզդիկը եթե գիտնա այդ լեզուն, շատ ավելի մեծ առավելություն է իրեն համար, ոչ թե հաբաղում լեզվի իմացության կամ ուսուցման աստելու համար, ոչ, ըստիս չեմ գիտեր։ Անի ծրագիրներու մասին խոսելով Գիտեմ, որ հարաճ կետրոնը Երևանի մեջ կոնե որոշ դպրոցներու մոդեցած էր, որ արևմտահայերեն լեզվի դասընթացներ նաև դրվին դպրոցներեն ներս։ Աս ծրագրի մասին գուզեիր, քիչմը խոսիր, քիչմը ավելի մանրամասն ասեիր, ինչպես եղավ, ուր եղավ, եթե եղավ Եթե ընդհանուր նախարարության հետ գրթության անշուշտ նախարարության հետ այդ ինչ որ համագործակցություն ինչ որ բան եղավ ամենայն սիրով նախարարը հիմնվեցավ 2021-ի հունիս 1-ին որպես կետրոն սկսավ փանել Աստարի 5-ամյակը պիտի դոնենք Այո 5-ամյակը պիտի դոնենք Սկիզբը Աշխատանքը սկսավ Կարլոս Գյուլբենկյան հիմնարկության հովանավորած Զարթիս մանկապատանեկան մատենաշարի, որոնց հրադարագիչը նոր հարաճն է, ծրվումին պատճառով, ծրվումի համար։ Սկիզբը այն էր, ծրվել, այսինքն քիրքը հրադարագելը ամենեն թյուրինն է։ Ամենեն թյուրին աշխատանքն է, հեղինակին ծանր աշխատանք է, վերջ ամենեն թյուրինն է, բայց Այդ աշխատանքներուն ծանոթացնելն է ամենեն կարևորը։ Սկսանք ծրել, այսինքն հիմա Զարթիսի գիրքերը բոլորը կգտնեք հոս գրախանութներում մեջ, Երևանի բոլոր գրախանութներում մեջ։ Այն օրվան է իվեր։ Եվ ուրիշ ծրագիրներ ալ գիրքերու հետ սկսանք աշխատել, գիրքերու ցանկակրում եղավ, նորեն Կարլոս Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ 1990 թվականին մինչև 2020 թվական այդ 30 տարվա
ընթացքին հրադարակված բոլոր արևմտահայերեն քիրքերը ցանկակրվեցան ամբողջ մանրամասնություններով որպես տաթա որպեսի բահվի հետո բայց տեսանք որ հոս այդ կետրոնը գրնա նաև ուրիշ աշխատանք մտանել քանի որ մեծ թիվով համայնք մկոյություն ունի արդեն եւ այդ համայնքը մեծամասնությամբ եկած է արևելքեն միջին արևելքի մեջ սովորություն է ագումբային միջավայրը ագումբ առանց անշուշտ գուսակցական հիմք ունենալու հոս Երբ որ բրբդեցինք եւ սկսանք այսպիսի ծրագիրներ գազմագերբել եւ աշխատել անոնց վրա, տեսանք որ մանուկները հետալ կգնանք աշխատի։ Մանուկները հոս եկած են եւ կսկսին արդեն արևելահայերեն դպրոցներում մեջ եւ այլն։ Շաբաթ անգամը սկսանք AP ծրագիրը իրականացնել շաբաթօրյա թրությամբ այս տարի 4 տարի գնա։ Եվ AP-ին հետ զուգահեռ նաև մտածեցինք դպրոցներում մեջ ալ ինչու՞ չէ, քանի որ հոս մեծ թիվով համայնք մգա եւ այդ համայնքը օժտված է ամեն տեսակ մասնակիցներով, որոնց մեն նաև արևմտահայերեն լեզու դասավանդող մասնակիցներ։ Մի քանի մասնակից առաջարկեցինք Բլեյան դպրոցին, Մխիթար Սեբաստացի գրթահամալիր եւ Ավետիսյան դպրոցին։ Ավետարաններում։ Այո, Ավետիսյան դպրոցը ընդունեց, Բլեյան դպրոցն ալ ընդունեց անշուշտ, բայց հոն երկու առաջարկ ունեցանք ուսուցիչներու, քանի որ մեկը որ սկսավ դասավանդել կյանքի պայմաններով բերումով լքեց Հայաստանը, հաջորդը նորեն դրամատրեցինք, նորեն անալ պատճառով լքեց, բայց Մխիթար Սեբաստացի գրթահամալիրին հետ մենք Ուշակիրը ստորագրած ենք։ Եվ միշտ իրար հետ համագործակցության ցերնարկմը կստեղծվի։ Առաջինը այդ համագործակցության ծիրեններս առաջինը թատերական ընթերցումներով աշխատանոցներն են։ Ինչպես գիտեք, մեր ծրագիրներում մեջ նրանով գլխավոր դեր կգրավեն։ Այո կընթերցվին այնպիսի հեղինակներ, որոնց թատերական գործերը շատ լսված, տեսնված չեն։ Եվ ընթերցումը եղանակով կներկայացվին, որպեսզի ավելի շատ կարենանք ներկայացնել եւ ավելի շատ ծանոթացնել։ Շատ հետաքրքրական աշխատանք է, ես շատ բան կսորվեմ հոնգե։ Նոր բաներ կբրբդեմ, նոր քիրքեր կգարտանք, նոր օրինակ Թեքեյանին պիտի ներկայացնենք, Թեքեյանը խաղալ ունի։ 3 հատ։ Երկուքը պիտի ներկայացնենք մայիս 6-ին Թեքեյան գետրոնի մեջ։ Ընթերցումի եղանակով։ Քիչ մշեղեցակներեք։ Բայց այս ընթերցումները նաև գլան Մխիթար Սեբաստացի գրթահամալիրի աշակերտներուն հետ։ Ավելի փոքր տարիքի երեխաներու համար խաղեր կնդրվին եւ իրենց հետ ընթերցումի եղանակով գլա, բայց նաև իրենք գաշխադին, որպեսի անկիրն են եւ արեմդահայերեն։ Դարին անգամ մկոն է անպայման գլա։ Դժվարանան արդյոք։ Սկիզբը 1-2 օր քիչ մը գահաբաղին ինչ է բացադրես իրենց հետո բամը չէ հավատամես ինձ քեզի պես կգարտան կխոսին։ Քանի տարեկան են։ 10, 11 կամ 13-րդ։ Եվ հավանաբար ավելի ընդունակ են կան ճապահասներ այս բարակային հավանաբար։ Նոր բաներու կոնե, այսինքն գսիրեն։ Հա, գսիրեն եւ այո, կներկայացնեն։ Տերևս քիչ մը երբեմն հնչյունները, որովհետեւ կմային է, գոգորթային է, գիտես, տարբերությունները։ Բնականաբար այդ, այո։ Իրենք ինչպես որ բաժված են արևելահայերեն, այդպես կհնչեն, բայց կգարտան եւ կհասկանան եւ կհարցնեն ինչ կնշանակի սա, ինչ կնշանակի։ Բեմատրիչ անշուշտ հարաճ կետրոնի համայնքնատիր Ժիրայր Չոլակյանն է։ Ինքը գուկա, ինքը գորոշե ամեն ինչ եւ մենք կհետևենք իր աշխատանքներում, որովհետեւ իրականանա։ Ուրեմն հիմա երկու դպրոցներում մեջ ալ, թե Մխիթար Սեբաստացի գրթահամալիրի եւ թե Ավետիսյան դպրոցի մեջ 6-րդ դասարանն է սկսյալ արեմդայերեն դասավանդել։ Երկու դպրոցներում մեջ ալ։
Հուսանք այս նախաձեռնությունը շարունակվի եւ ուրիշ դպրոցներու յալ գարենանք դրամատրել անձեր, որոնք կուզեն դասավանդել կամ դպրոցներ, որոնք կուզեն մենք ունենք նաեւ ծրագիրը դպրոցներու անունները ցանկակրած ենք այն դպրոցներու, որոնք արեմդահայ թեկումով կորձիչներու անուններ կգրեն։ Թերևս այդ դպրոցներուն հետ բզդիկ աշխատանք սկսենք, բայց դակավին հունի մեջ է, չեմ ուզել շատ մանրամասնել անոր։ Ինձ համար հետաքրքրական է այդ դպրոցներուն մեջ երկու դպրոցներու մասին, որոնց մասին խոսեցար, բարդաթիր է, 6-րդ դասարան կամ ընդրովի է, այսինքն բոլոր աշակերտներն են։ Օ։ Եվ արևելահայերենի, մայրենի զուգահեռ գլա։ Այո։ Այո, շատ անկիստ։ Եվ արդյունքները ինչ եղած են, հետաքրքրական է։ Ես դեր արջորը խոսեցա մեկ ուսուցչուհին հետ, Ավետիսյան դպրոցի ուսուցչուհին հետ, սա որ սիկանի երրորդ հասակ։ Սա 6-րդ արդեն սկսանք այս տարի եւ աշխատանքս մեծավ եւ այլն ուրախ եմ։ Սա շատերը սա երբեմն մանավանդ բզդիկները, քիչը սա դադամսումով մտիկ կնեն, օդարություն կսկան, լեզվի հարազատությունը չեն գիտեր, բայց մեծնալեն է դու։ Երբ որ 2-3 տարի կանցնի գլսե գորադիկա ավելի հարազատ կսկա եւ գսկսի այլևս լեզուն ըմբռնելու ինչպես որ է։ Հուսանք այս նախաձեռնությունները շարունակվին եւ ամբողջ Հայաստանի դարածքին արեմդահայերենը դպրոցներու մեջ ընդունելի լա եւ լսելի լա։ Հետաքրքրական բանը հոս գուզեմ ասել, հիշեցի այս որտուն հիմա գսեիր իմ աղջիկս որուն զանոթ ես, որ մոտ 2 տարի ապ արդեն հաճախած է։ Անցյալ օրերը հայերենի իրենց քրականության դասի ընթացքին Զաբել Եսայան կանցնեին կամ կգարտային։ Եվ դասեն անմիջապես հետո զանգեց ասելով որ այսօր Զաբել Եսայան գնայինք եւ միակ անձը որ դասարանին մեջ գրծավ ճիշտ կարտալ, լավ կարտալ ես էի եւ ամեն օր ինձի գնայր որ նանեն ինչպես այս մեկը գարտա ինչու ասա որ ասա մեր հայերենով էր ասա մեր հայերենով էր ասա միան ես գիտեի եւ գրծա գարտալ շատ ուրախ շատ հբարդ էր ասի ինչու գսեմ որովհետեւ նախ հիշեցի հատ քու ուսած է որ միտքս եկավ եւ երկրորդ որ եթե իսկապես դպրոցներու մեջ դասավանդվի արևմուտք հայերենը բնականաբար միան իմ աղջիկս չէ որ պիտի գարենա գրնա գարտալ մյուսներն ալ պիտի գարտան անոր համար շատ լավ կորձ է կարծեմ որ գրնա գլա այդեն տասկի մեջ մախտեմ իսկապես որ ուրիշ դպրոցներու մեջ եւս դարածվի վարագիչ դառնա այո եւ շատ լավ գաղափար է սկսել այդ արևմուտք կորձիչներու անունով դպրոցներն ու Հակոբ Օշագանի անվան դպրոց այո Մուշեղ իշխան այդպես եւ հետաքրքրական է որովհետեւ մենք երբ հայերեն գսորվենք Թորոնտոյի մեջ գնամ խոսել մենք արևելահայ քրակետներ կգարտայինք եւ արևելահայերեն կգարտայինք եւ մեր ագանչները գլեցվեր արևելահայերենով կարևոր մեկ բան է անի գարձեմ եւ նույնիսկ եթե բոլորովին այսպես տասնտածք մչլա արևմտահայերենի քոնե պետք է գարտան որ արդյոք բոլոր դպրոցների մեջ վստահ չեմ Միջին արևելքի մեջ այո Մեր դասակիրքերն ալ օժդված էին արևելահայերեն եւ արևելահայերեն բայց հագարակը գբադահի որ Հայաստանի մեջ արդյոք չէ Պետական ծրագիրի մեջ դակավին չէ մտած ափսոս է Չէ բայց հույս ունենք հույս ունենք Ադենեք եզի ալբա կամ ցեզի ալբա դահազե չէ արևմտահայերեն խոսենք ասեն դե հայերեն խոսեք Հիմա ավելի քիչ այո հիմա ավելի քիչ անպայման այդ բաժարն է նաև որ մեզ նման սպյուրքահայեր արևմտահայախոս սպյուրքահայեր հոսենք այո ավելի մեծ տիվով ավելի լայն խոսենք լեզուն չեն փոխեր ավանաբար լեզուդ փոխեցիր ոս անգարելի է բայց սկզբունքային էր կամ սկիզբը Չէ փորձեցի բզդիկ բամը պատմեմ ցեզի նոր 15 օրվա համար եկած էի 15 օրվա եկած էի թե չէ գիտես դունե դեղե քնումներ ու քացի եւ Երևան City-ներեն մեգա մտածեի չեմ գիտեր ինչպես հոսքսկան
նույնիսկ 25 տարվա եկած լաս կսկամ որ սպիրկեն ես օդարփան մգամ նույնիսկ եթե չես խոսիր չեմ գիտեր չեմ կագած աս արեղծված ուրեմն գատնեղեններուն կողմն էի սկսա նայել եւ այլն առնել յետևես կինմա ջերմակ մազերով շատ ավոր դարիքոդ ասես հազիվ թե գքալեր եկավ ինձի մոդեն բացադրեց ամեն ինչը սա որ այս մեկը գարնես թվականին նայր այսպես իրան կիցա որ օդարեմ բայց կփորձեր որ արեմնայրեն խոսի հետս հետո երբ որ մոդեցանք ավելի մեր դունին ալ մոդ կնստեր այնադեն այսպես հարաբերություն եղավ երթալքալ եւ այլն կացի օրմը սավ եգուր ասի ինչ կա ննչարանը ինձ իմացուց եւ իր գլուխը դրած բարձին հանդիպած բադին վրա նկարմացուց տվա ասավ ասի ես եմ ասավ on 6 տարեկան էր ինքը եւ նկարը հին Հալեբի ասկային հայազյան վարժարանի մանկաբարձի բգայականներ էր ներկախտած ինքը բստիկարիկ այ բայց գարոտ կարիր մեջ արեմդայերենը լսելու ես վարյանին ասպես մեմը սոսկացի սի մերալ վիճակը այսպես պիտի ուրեմն այդպես չլալու համար պետք է չանք թափել պետք է աշխատել որ լեզուն աբրի գենսունակ դառնա սիրվի լսվի հանրության մեջ այո եւ հոսը որ գսեն չէ լեզումյան պիտի չբահբանդվի այո պիտի աբրի այո պիտի զարկանա պիտի ստեղծագործե լեզուն այո աբրող էակ է մարդիկ պիտի սխալվին երբ խոսին եւ պիտի վախնան դե հաջող կսեմ անիգա որ ես վախով կխոսեի հայերեն առաջ իսկապես հայերեն այո արևմտահայերեն թեև 15 տարի հայկական վարժարան հաջողած եմ Տորոնտոյի մեջ միշտ մտածած եմ որ արդյոք ճիշտ կսեմ գոր արդյոք սխալեցա պետք է մաքուր հայերեն շագերտյալ խոսիմ բայց երբ որ այդ փարթույթը գրծա ասես մեգոմ տնել շատ ավելի հանգիստ ծևով սկսա ապրիլ իմ հայկական կյանքս կրնամուսել եւ գահասկնամ եւ հիմա Երևանի բնակչության մեծ մասը չեմ բայց մեկ կարևոր մասը այդ ներքախտյալներուն ժառանգներն են այսօր այսինքն գաբը ուղղակիորեն գաբը գա Հանրապես միջին արևելքին, բայց շատերը արև մտահայախոս եղած են իրենց Հայաստանյան են արմատները։ Քանի անգամ տաքսի եղած ժամանակս նստած ժամանակս վարորդը մեյմը գսե ես մուշեն եմ արմատներով, մեյմը գսե Տալինեն եմ, մեյմը գսե Սասունեն եմ։ Այո, այսինքն հետ ցեղասպանյան դարիներուն եւ ներքախտյալ դարիներուն եթե կումարենք անոնց ժառանգները այս երկրի հավանաբար մեծամասնությունը կազմեն եւ գմորնանք անիգա երբեմն երբ կսենք իրենք արևելահայերեն մենք արևմտահայերենք չէ մենք արևմտահայախոս ենք իրենք արևելահայախոս են բայց մեր արմատները կոնե մեծ մասին համար նույն դեղ են գուկան այո ես քեզի հասկնամ շատ լավ երբ որ քիչ առաջ սիրգը խուսապեցա շրջանը արևմտահայերեն խոսել է մեր ծրագիրներում մեջ գար նաեւ երդասարտական ծրագիրը Ֆրանսիայեն եկած երդասարտուհիներ պապակեցան որ միասին նստինք եւ աշխատանքներ դանինք արեմդայերենի համար աշխատանոցային թրությամբ շաբաթ անգամ կնստեինք կգարտայինք եսայան կգարտայինք զանազան կրողներ զահրատ կգարտայինք շատ կսիրեին իրենք Եվ գարտալեն հետո սկզբնական շրջանին թարգմանություններ գտնային, ասենք բզդի քրադախտակման ալգա, քրադախտակի վրա բացադրեի իրենց։ Գարկմո ինչ որ իրենք կուզեին անիկա բացադրեի, ես ուսուցչություն չեր հոս։ Ուրիշ բան մներ, ասենք հարազատ միջավայրում։ Մի քանի ամիս անցնելեն հետո, ասի եկեք ասի ինչ որ գարտանք, հետո ծեր դպավորությունները քրեցեք։ Ինչպես որոնա։
սխալի ճիշտի խնդիր չի գա։ Եվ ինչ անոր բաներ ելան հոնգե։ Երբ անգաշկան թլաս այդպես կլա։ Խենթանանիկ, այսինքն լեզուն տուն է, որ իրեն ուժ պիտի դաս, որ աբրի հետդ, քալե հետդ, բզդիկ քայլեր արնե հետդ։ Հիմա այդ երդասարտներեն շատեր գամք ունին սորվելու։ Եվ ներգա այս ընկերային հարթակներու մեջ տարածված ոդքասթներու իրավիճակը շատ կօգնի նրան։ Օրինակ վերջերս շատ բզդիկ ոդքասթներ կան, chatbot-ը։ Այո, խենթանալի։ Այդ աղջիկները ֆրանսահայ են։ Այ։ Եվ հաջող ինձ գերացան են գարցնեն, անի այսինչպես կկրվի, անինչպես կկրվի։ Եվ այն գբացադրեմ եւ ասալ իրենց համար զարգաց հայերենի զարգացման համար բանը իրենց անձնական ինքնուրույն հայերեն ունենալու համար բանը որ շատ կաչալերելի է անալ կալուսկուբենկան հիմնարկության գոմե հովանավորված ծրագիրներ են ասոնք բզդիկ փոխվեցավ ժամանակները փոխված են հիմա նույն ավանդական ծևերը չեն աշխատիր այլևս լեզվի ուսուցման համար այո ինքնուրույն ծևեր պետք են նոր ծևերու եւ ծրագիրներու մասին ընթացք դալու համար կարծեմ այս տարի ԱՊ եւ ծեր ղեկավարը ասենք հարաճ կետրոնը ամառային ճամփարի ծրագիր ունի այո ամառը գուզենք որ իսկապես այդ ծրագիրը ներկայացնես Եվ ասե որ դարիքի համար, որոնց համար է, որոնց համար նախադեсված է դեղական հոս ապրող դեղական, դեղացի հոս արևմտահայերու, արևելահայերու, Թուրքստան, Հայաստան այցելող երդասարտներու, մանուկներու համար, ինչ է ծրագիր, ինչ կնախադեսե։ Ուր պիտի գլա, ինչպես պիտի գլա։ Հա, ինչպես որոսիկ ապ հիշեցիք, այս նույն ծրագիրն է, քիչ մզարկացած։ Այո։ Միշտ պետք է փոխես բամը, չէ՞։ Որոշեցինք այս տարի ամառվան ծրագիր մնել ապին համար, բայց քանի որ ամառ է եւ հուլիս ամսուն դեղի պիտի ունենա, հուլիս ամիսը սպոսաշրջիկներով լեցուն շրջանը գլա Երևանի համար։ Այնպես որ հետաքրքրական պիտի լա, եթե իրենց մե ոմանք ալ գարենան մասնակցել, իրենց ծավալները ոմանք Արդեն մի քանի օքի արձանագրված են մեկը Հալեբեն, մեկը չեմ գիտեր հետաքրքրված են, այսինքն հուլիս 13-ին 24 դեղի պիտի ունենա Մխտար Սեբաստացի գրտահամարն իրեն ներս դարձյալ մեր այո հուշակիրի ստորագրության համացանակիրեն այո համագործակցության ծիրեն ներս եղած բաներ են Եթե դուք եղած եք չեմ գիտեր այդ դպրոցի մեջ զանազան աշխատանոցներ կան Այո Ցիավարություն կա, նշանառություն կա, այգեգործություն կա, կինեգործություն կա, գավակործություն կա, ոսկերչություն կա, ադաղցագործություն կա, ինչ միտք հետ կանցնի, ամեն ինչ լող կա, ամեն ինչ կա այդտեղը։ Կարծեմ ընդհանուր իրենց մոդեցումը հասարանեն Թուրքսի այդ ուսուցումն դան չէ, որքան որ ես հասկացած եմ, ասենք ոչ միայն այսպես հասարանային, բայց նաև ցերկերով Այո, դարբեր է։ Քիրք չունին, դասակիրք չունի։ Օ, ամեն մարդ համագարկի չունի։ Բզդիկները, այսինքն։ Բայց նաև շատ կարևորություն ունեն ազգային արժեքներում։ Բարը, երգը իրենց համար ձես է, կարևոր է շատ։ Ինքնության ամեն կարևոր աստակներն են նաև ասիգա։ Ուրեմն իրենց հետ համագործակցաբար պիտի ինենք, մենք մինչև գեսոր արևմտահայ ուղեկիցներով բզդիկներուն հետ պիտի աշխատանոցներ վարենք, իսկ ուղեկիցները անակնկալ գծկեմ, որովհետև Թուրքսեն են, Փարիզեն են եւ շուտով հայտարարությամբ իրենց պիտի դեսակրվին եւ դեսակրությունը պիտի դեղատրվի ընկերային ցանցերում վրա։ Հա, Իսկ այսօր է իրենց հետ պիտի աշխատենք։ Իրենց ասելով
Այսինքն պիտի միանանք արևելահայ խումբերու բզդիկներով։ այդպես, Այո։ այո։ Ամբողջ օրյա ծրագիր է։ Այո, Արդվան 10-ն մինչև կեսօրի ժամը 5-ը։ Օ, Մինչև 1-ը արևմտահայերեն է, հետո կեսօրին ճաշի տատար 1 ժամ, հետո արևելահայերեն խմբակներու հետ պիտի միանանք եւ աշխատենք։ Եվ ինչ տարիքի է այս ճամբարը։ 6-ն 14 տարեկան։ 14 տարեկան, շատ լավ։ Այդ 15, ասենք փորձենք մեմա այսպես։ Վստահ եմ, որ հետաքրքրվողներ գլան, եթե ուզեն այցելել մեր ընկերային հարթակները, վրան գրնան գտնել հայտարարությունները եւ արձանագրվել։ Տիպը սահմանափակ է 40 երեխա, ավելի չենք կրնալ ունի։ Եվ հուսանք 40 այս տարի գլրանա եւ կալդարի։ Կալդարի գնալալ քիշերագացով անենք։ Այո։ Ջամբար, իսկական ջամբարի այդ միտքը իրականանա։ Այո։ Եվ Երևանի Երևանին դուրս ինչ որտեղում է։ Այո։ Մարզերը, չէ՞։ Ինչու՞ չէ։ Բդույթներ այցեր նախատեսված են անի այս։ Այո, ինքը երկու շաբթի կսկսի, առաջին շաբաթ օրը բդույթ է։ Հետո միայն մեկ բդույթ նախատեսված է։ Բդույթը կարծեմ պիտի լա դարձյալ Սևանի ափը դերմը այդ քուրերը գիտեք որքան չդեսնված վայրեր կան Հայաստանի մեջ։ Այո։ Ագուզենք անոնք նաև հայտնաբերել եւ ծանոթացնել ծևոմը։ Ինձ համար շատ հետաքրքրական է նաև դադերական ընթերցումներուն ընթացքին մասնագետները։ Գիտեք, արչի օրը դակավին նոր մասնագետություն ունեցանք Եգիպտահայ։ Հոնգան Եգիպտահայեր, գա մեր խումբի մեջ Եգիպտահայ, Օսահայ, Ֆրանսահայ, Սուրիահայ, Լիբանանահայ, Հյուսիսային Ամերիկայեն կան։ Երանի, բայց հաջող կան ամառները Ես 2-3 անգամ խոստված եմ եւ չեմ եկած, բայց թերացած եմ գներեք։ Բայց կուկամ։ Հետաքրքրական է այն առումով, որ ամեն մեկ իրեն հետ մշակույթ մոփերած է։ Եվ ամեն մեկուն լեզուն երանք ունի, արևմտահայերենի երանքները գլսես։ Հնչյունները քիչ մդարբեր են, ելևեջները եւ այլն, այո։ Հիմա ուրեմն Գետրոնը նաեւ իր աշխատանքներու ծիրեն ներս գոժանտագե նոր հարաճի աշխատանքներունալ նոր հարաճի Երգորիայի աշխատանքներունալ հոսքե զեկույցներ կդրամատրվին իրենց այսինքն արևմտահայերենի վերաբերյալ ինչ որ ցերնար գլա կամ Ֆրանսիայի հետ կապ ունեցող ցերնարկները կմեկնաբանվին հարցազրույցները կմեկնագրվին, կմշակվին, ուրիշ հարցազրույցներ ու տեսակրությունները կմշակվին նաև։ Այման նոր հարաճը նաև ոդքասթի անգյում ունեցավ հարաճ կետրոնի մեջ, շուտով անալ սկսի փանելու եւ դարձյալ արևմտահայերենով նոր հարաճի համար զանազան ոդքասթներու ցայնակրություն, տեսակրություն գլա եւ կսփրվի։ Ջավար։ Լավ է, երթալին գշատնանք կոր։ Այո, այս բզդիկ Այ ոդկասթները Երևանեն, չէ։ Այո։ Եվ հետաքրքրական է որ Երևանեն են, այսինքն Հայաստանեն են, այստեղ դեպի դուրս նաև սփռվելու համար։ Անալ այս նյութ է, արծարծելու նյութ է, որ ինչու ավելի շատ են հոսքը եւ ոչ թե որովհետեւ աշխատավարձը ավելի Ադի մեկ անպայման եւ ընդհանուր միջավայրն հայկական է ես սկսեմ Ինձ համար կոնե այդպես է, այսինքն արևմտահայերենը նաև գրնա հոս ապրիլ, գրնա հոս երդասարտը, որ այլապես հայկականութենեն դուրս պիտի ելնար սպիրկի մեջ, երբ հոսքա եւ տեսնե, որ ամեն ինչ իր շուրջ հայերեն է եւ հայկական է, գրնա փամա արտնալ գայծը լալ, որ իմ հայերենս խոսիմ, իմ հայերենով ստեղծագործեմ եւ կտեսնենք որ այդ մեկը կգարձեմ Շատ են երդասարտները հիմա եւ զանազան նոր մասնակցություններու մեջ դեսնել անոնց այո բայց նաեւ ընդգրկել այսպիսի ծրագրերու մեջ որովհետեւ իրենք ապրեցնեն նեզուն եւ ի վերջո Հայաստանը հավաքավայր մնե բոլոր հայերում այսինքն այսպես ինքնաբերաբար գլա որ հոսք կան մնալու կամ այցելելու բայց հոս է դերը
Հավաքատեղին երևի։ Ճիշտ։ Եվ հայերեն է սահմանադրության լեզուն, ոչ արևելյան Ճիշտ, շատ ճիշտ։ Այո։ Իսկ անի տուն վերջերս ժիրայրին հետ բոլիս էիր, չէ՞։ Այո։ Քանի մը գուզես ասել ծեր այդ այցի մասին ծրակիրներ, եթե հոն նոր նախաձեռնություններ պիտի ընեք հարաճի համար, կամ նոր հարաճի համար, կամ ընդհանրապես ծեր այցելության ձիրը ինչ էր բոլիս։ Բոլիս կացինք իրենց հանդիպումներու ամսվան ընթացքին։ Լսեցի այդ հանդիպումներուն մասին։ Երկրորդ տարին է գարձեմ որ գնենք որ եւ երկրորդ տարին է։ Մենք հարուստ ծրակիր մներ, որքան որ գարտացի։ Շատ շշմած ենք ուղագի շատ առողջ միջավայր է այդտեղ այս ծրակիրները իրականացնելու համար մարդ ամսվա մեջ երկրորդ անգամն է որ իրականանա հանդիպումներու ծրակիրը եւ հանդիպումները գլան բոլորը արևմտայերենով զանազան ցերնարկներ մշակութային քրական գրթական եւ դուրսեն հյուրեր ալգրավիրվին երկիչներ զանազան երկիչներ այս հանդիպումներուն համար կացինք, որովհետեւ մեկնաբանենք նոր հարաճի մեջ եւ այլն, բայց նաեւ մենք նոր ծրագիր ունենք հարաճի համար, վեբերու ընթերցումի ակումբ մի ստեղծենք, արեմդայերենով։ Շատ սիրելի բարոնագ Ջորակյանն այցելեցինք, որովհետեւ մեր խորհրդատուն էինք, մենք միշտ կայցել ենք իրեն եւ իր մե խորհուրդներ կստանանք շատ թանկագին։ Ինքը մեզի խորհուրդ տվավ, որ սկսենք Ռոբեր Հատեջյանի Արաստաղը եւ Արաստաղային անտին վեբով։ Հոս չգար։ Բայց մենք արդեն ծրագրած էինք, որ բոլիս պիտի երթանք կերտանք եւ կգտնենք Մարմարային, ուղագի Մարմարային։ Այցելեցինք Մարմարա, այցելեցինք Ագոս, այցելեցինք Հրանտինք հիմնադրամի 23.5 կետրոնը որ գգարձեմ սպյուրքյան, եթե բոլիսը գնա սպյուրք սեվել, իսկավես յուրահատուկ մեկ երևույթ այդ տեղը, այսինքն որպես հիշադակի վայր խենթանալիք է, իսկավես։ Հոներ հրանտը։ Հա, այո։ Հոներ։ Անպայման։ Բոլորովին հասկնամ ասած։ Այո, շատ լավ էր։ Բայց այցելեցինք ուրեմն Ագոս այցելեցինք, Մարմարա այցելեցինք եւ Մարմարայի այցելությամբ կդանք այդ քիրքերը հրադարակված եւ ըստվար քանակը վերցուցինք Բերինկեդերնից եւ խմբակը արդեն պատրաստ է շուտով այդ մասին գրնանք լսել մեր հայտարարություններում մեջ Փածպիդլա հեսակում ուրիշ այո մեր այսինքն անգլերեն մեր կիցած book club-ի բանն է այո այսինքն որ զուգահեռ կգարտացվին եւ վերջը կքննարկվին նյութերը այդպես է ժամանակաշրջանը պիտի դրվի որ քիրքը գարտացվի եւ հետո կան եւ քննարկվի մասնակետ մոբերեն կամ այդ անձը ջանցողը հեղինակը ջանցողը որպես իրեն այդ քննարկումները տեղի ունենան ինչ լավ արի թե նաեւ արեմդայերեն գարտալու եւ քաչալերելու եւ այդ նյութերը քիրքերու մեջ պետք չէ մնան պետք է արձարծվին այո շատ են ծրագիրները շատ լավ ուրեմն այսօրվան մեր հյուրներ Երևանի մեջ գործող հարաճ արևմտահայերեն աշխատանոցի չի այդպես կսեք աշխատանոցը այո ընկերային ցանցերու վրա այդպես կսեք հարաճ արևմտահայ ինգետրոնի դնորենուհի Անի Բրտոյանը Անի շնորհակալ ենք իսկապես որ այսօր եկար եւ այս բոլոր նյութերը Ռուբենին հետ քննարկեցինք արևմտահայերեն եւ իսկապես ինձի համար արևմտահայերենը լսելը խոսիլը ապրիլը ինչ որ ինքնության նաեւ մեկ մասն է չէ այո ես շնորհակալ եմ ցեզի վարսկերնիտ կդար շատ լավ նախաձեռնություն է հաջողություն ծեր բոլոր աշխատանքներում ցեզիալ հաջողություն եւ անպայման որ մենք ալ ինչ որ ձևով ինչ որ չափով գետրոնի աշխատանքներուն մասնագիծ կդառնանք 1000 բարով դուրեր բացեն